Ասֆալտին պառկեցվածը հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է, որը տարբեր գործերով անցնող ընդդիմադիրների շահերն է ներկայացնում։ Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև են գետնին տապալել փաստաբանին, երբ նա նոր էր դուրս եկել Բագրատ Սրբազանի եւ գործով անցնող մյուս 17 անձանց դատական նիստից։ Միայն այս մեկ կադրում, որն արել է անցնող մեքենայի վարորդը, մոտ 10 հատուկ ջոկատային է երևում։ Տպավորություն է, թե նման բազմամարդ օպերացիան, այն էլ բիրտ ուժի կիրառմամբ, պետք է որ կապված լինի ծանր հանցագործության հետ։ Մինչդեռ պարզվում է, պատճառը դրանից ժամեր առաջ Կոչուբաևի արած գրառումն է, որում նա Մկրտիչ Սրբազանի կալանավորումից զայրացած կոշտ բառապաշարով քննադատում է իրավապահներին։ Վիժվածքներ, հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու։ Աղոթում եմ Տիրոջը ձեզ չների եւ պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԳԲ-ի պատվալում, բայց դուք ոնց շան տղակայիք եք ձևել մնացիք։ Ավագ գործընկերներիցս մեկն ասում է, օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը։ Խորհեք սրա շուրջ։ Զորակցություն է Սրբազան հորը։ Կոչուբաևին տարել են քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել դատավորի, դատախազի քննիչի մասին արատավորող ու նրանց այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու հոդվածով։ Փաստաբանին ձերբակալել են, ապա կալանավորել 2 ամսով։ Կալանքի որոշումը կայացրել է իշխանահաճո որոշումներով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Այն, որ գրառումը բավական կոշտ է եղել, Կոչուբաևի փաստաբանն էլ չի հերքում, սակայն հասկանալի չէ, թե ինչ արատավորող տեղեկություն է պարունակել նրա գրառումը։ Մենք դատական նիստում տեղեկություն, տեղեկատվություն, հրապարակում հասկացությունները բացահայտել ենք, որոշակի դրվագներ կան, որ անգամ չեմ ցանկանում հրապարակել, ասել ենք ինչ է իրենից ներկայացնում են արտահայտությունը, որ Կոչուբաևը օգտագործել է իր հոդվածի մեջ։ Փաստաբաններից մեկը մեջբերել են անգամ Նարեկից որոշակի հատված, որտեղ եւս օգտագործում է այդ բառը։ Բացի այդ, այս հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Կոչուբաևին, միջին ծանրության արարք է համարվում։ Փաստաբանի համար աբսուրդային է, որ ամենածանր խափանման միջոցն են ընտրել՝ կալանավորումը։ Ում խոչընդոտը, ով է գործող վկան, ով է գործով, ում պետքա խոչընդոտի։ Եթե խոչընդոտի, ապա պետքա վարույթի մասնակիցների քննիչի վրա անօրինական ազդեցություն գործադրի, Կոչուբաևը գիտեք ինչպես է պատասխանել։ Հիմա կողպեկը գցեք քննչականի վրա եւ քննչականը փակեք, եթե ես կարող եմ քննիչի նկատմամբ ազդեցություն գործադրել։ Եվ ճիշտ էլ ասել է, այսինքն կասկածում եմ քննիչի վկա չկա, ինչ որ համակատարողի մասին են ցանկանում խոսել կամ հանցակցի մասին, ով է տվել նրան առհասարակ այդ միտքը, այսպեսի աբսուրդային իրավիճակ։ Փաստաբանական համայնքը բավականին կոշտ է արձագանքել իրենց գործընկերոջ կալանավորմանը։ Կատարվածը համարում են մասնագիտական գործունեության խոչընդոտում եւ քննադատական խոսքի լռեցման փորձ։ Պետք է հայտարարել գործադուլ։ Պետք է ոչ միայն գործադուլ հայտարարել, պետք է նաեւ ժամանակին ինչպես կազմակերպվել էր տարիներ առաջ երթով փորձել ցույց տալ իշխանություններին, որ մենք սա չենք հանդուրժելու։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն է հայտարարություն տարածել, նշելով, որ կալանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար։ Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմը եւ ինչու անձին պետք է զրկել ազատությունից։ Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ։ Արարքը, որը մեղսագրվում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, պատժվում է ազատության սահմանափակմամբ մինչև 3 տարի ժամկետով։